Կալիֆորնիայի Լանկաստերի քաղաքապետն առաջարկել է անօթևաններին տրամադրել թմրամիջոցների այն քանակությունը, որը ցանկանում են ազատվել դրանցից։ Գրում է New York Post-ը. «Ես ուզում եմ նրանց անվճար ֆենտանիլ տալ։ Ես ուզում եմ նրանց տալ այնքան ֆենտանիլ, որքան նրանք ուզում են, որովհետև մենք իսկապես պետք է ձերբազատվենք այս մարդկանցից», մեջբերում է թերթը Լանկաստերի քաղաքապետ Ռեքս Պարիսը։ Փերիսն ասել է, որ բոլոր անօթևանների մոտ կեսը ազատ արձակված հանցագործներ են, որոնք ըստ նրա կատարում են քաղաքում հանցագործությունների մեծ մասը։ Նշվում է, որ Փերիսին պաշտոնանկ անելու համար սկսված ստորագրահավաքը մինչ այժմ հավաքել է անհրաժեշտ 20,000 ստորագրությունների 6%-ը։ Միացյալ Նահանգները վերջնագիր է ներկայացրել Ուկրաինային կապված հրադադարի ժամկետների եւ հանքային պաշարների վերաբերյալ գործարքի հետ։ Վլադիմիր Զելենսկին պետք է համաձայնի հրադադարի պայմաններին մինչեւ մայիսի 1-ը, հայտարարել է Գերագույն Ռադայի падգամավոր Ալեքսանդր Դուբինսկին, ով նախնական կալանքի տակ է պետական դավաճանության մեղադրանքով։ Երկուշաբթի ավելի վաղ Wall Street Journal-ը հղում անելով աղբյուրներին հայտնել էր, որ ԱՄՆ-ն Կիևին ասել է, որ իրենից զիջումներ է ակնկալում, այդ թվում հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց ուկրաինական ճգնաժամը լուծելու համար։ Վաշինգտոնը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական, ինչպես նաև առաջարկում է Զապորոժիայի ատոմակայանի վերահսկողությունը փոխանցել ԱՄՆ-ին։ Զելենսկիի ժողովրդի ծառա կուսակցության տարածած լուրերի համաձայն Փարիզում Երմակի հանդիպում ամերիկացիների հետ շատ կոշտ ձևաչափով է անցել։ ԱՄՆ դիրքորոշումը հետևյալն է. կամ լսում եք, թե ինչ ենք մենք ասում, կամ հնարավորություն չունեք, ասվում է Դուբինսկիի հայտարարության մեջ։ Նա պնդել է, որ Զելենսկին չի հրավիրվել Փարիզի հանդիպանը, քանի որ նա տհաճ է ԱՄՆ-ի համար եւ ոչ ոք չի ցանկանում լսել այն անհետեթությունները։ Պետքարտուղարության նախկին աշխատակից Թայսոն Բարքերը կասկածի տակ է դրել, թե արդյոք Ուկրաինան ունի հազվագյուտ հողային մետաղների բավարար պաշարներ։ ԱՄՆ շահերը սպասարկելու համար, այս մասին հայտում է իսպանական El Mundo թերթը։ Բարքերը նշել է, որ Ուկրաինան ունի նավթի, գազի, լիթիումի եւ գրաֆիտի հանքավայրեր, սակայն դրանց ծավալները համաշխարհային մասշտաբով էական չեն։ Տեղեկությունները, որոնց վրա հիմնվում է ԱՄՆ վարչակազմը, հնացած են եւ խոշոր ընկերությունները շահագրգռված չեն նախագծերով կոմերցիոն օգուտների բացակայության պատճառով։ Հրատարակությունը պոտենցիալ գործարքն անվանում է շանտաժ Միացյալ Նահանգների կողմից, ընդգծելով դրա անիրատեսական բնույթը։ Ոչ ոք չգիտի, թե արդյոք Ուկրաինան կունենա բավարար ռեսուրսներ։ Նույնիսկ առկա պաշարները մրցունակ չեն, ասել է Բարքերը։ Քաղաքացիներն 2025-ին եւ 2026-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 1-ը, դրանից հետո մինչեւ հուլիսի 1-ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած։ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ազգային ժողովի նիստում ներկայացրեց հեղինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը։ Այսինքն այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են ներասում, այս տարի նախորդ տարվա եկամուտների համար հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը։ Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ասաց Թունյանը։ Ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր լրացնել ցանկացած օր։ Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը։ Падգամավորի խոսքով մոտ 35,000 մարդ է այս պայդրությամբ հայտարարագիր ներկայացրել։ ԱՄՆ տիեզերական ուժերն իրենց նորացված ռազմավարության մեջ պետության ռազմական հզորության հիմք են համարել տիեզերքում գերազանցությունը։ Այս մասին հայտնել է Breaking Devons պարբերականը։ Ներկայացված փաստաթղթում ասվում է, որ տիեզերական գերակայությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում ռազմական ուժերին գործել ցանկացած պահի եւ ցանկացած վայրում իրենց ընկերությամբ առանց տիեզերքի արգելող միջամտության կամ հակատիեզերական սպառնալիքների, ինչպես նաեւ հակառակորդին զրկելով նույնը անելու հնարավորությունից։ Ըստ փաստաթղթի ԱՄՆ-ն պետք է տիեզերքում գերակայություն հաստատի, որպես պատերազմում հաղթելու նախապայման, ասվում է հրապարակման մեջ։ Ամերիկյան կողմի հարձակողական գործողությունները կարող են ներառել մասնավորապես ուղեծրային հարված եւ տիեզերական բազայից կրակ ցամաքային թիրախների ուղղությամբ։
Եվրամիության վերազինման ծրագիրը, որը ենթադրում է 800 միլիարդ եվրոյի ներդրում, կհանգեցնի միավորման փլուզմանը։ Այս մասին El País թերթի հետ զրույցում հայտարարել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։ Քաղաքական գործիչը բացասական է գնահատել պատրաստակամություն 2030 պաշտպանական նոր ռազմավարությունը։ Նա նշել է, որ ուժեղացված սպառազինությունը միայն անվտանգության պատրանք կստեղծի։ Ես կարծում եմ, որ մեր քաղաքացիների համար բարգավաճման լավագույն երաշխիքը երկխոսությունն է, որը չեն կարող վստահել միայն Թրամփին, եզրափակել է Կոնտեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Պետության ղեկավարը նշել է, որ Ֆրանցիսկոսը մեծ միջազգային հեղինակություն է վայելում որպես քրիստոնեական ուսմունքի հավատարիմ սպասավոր։ Պուտինն ընդգծել է, որ Պոնտիֆիկոսը նպաստել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եւ ռուս ուղղափառ եկեղեցու միջև երկխոսության զարգացմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության եւ Վատիկանի միջև փոխգործակցությանը։ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինն ու Ֆրանցիսկոսը բազմիցս հանդիպել են եւ մեծ հարգանք են տածել միմյանց նկատմամբ։ Կոնդ թաղամասի վերակառուցման հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլում որևէ մեկը հաղթող չի ճանաչվել։ Այս մասին այսօր ապրիլի 21-ին քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։ Նա նշեց, որ մրցույթը կազմակերպել եւ իրականացրել է քաղաքաշինության կոմիտեն, չի արձանագրվել մի հայեցակարգ, որ ամբողջությամբ բավարարում է հանձնաժողովի ներկայացրած պահանջներին, ասաց Թևանյանը եւ հավելեց, որ շարունակվում է աշխատանքները նոր կոնցեպտով մրցույթ անցկացնելու համար։ Ավինյանն էլ ասաց, թե գործընթացը մեկնարկել է 4 տարի առաջ, երբ ինքը փոխվարչապետ էր եւ ակնկալում էին, որ 1 տարում կավարտվեն մրցույթի աշխատանքները, բայց 4 տարվա ընթացքում որևէ մեկը չի հաղթել։ Նա հորդորեց շարունակել աշխատանքները։ Բաքվում ընթացող դատավարությունը լուսաբանելը կոնկրետ սոուսով լուսաբանելը կարծում եմ այդքան էլ Հայաստանի քաղաքական օրակարգերի շարից բխող մի բան չի։ Այս մասին այսօր ապրիլի 21-ին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ազգային ժողովի ԿՊ խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով նրան, որ հանրային հեռուստաընկերությունը որևէ կերպ դա չի լուսաբանում։ Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որովհետև դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված կոնկրետ բառերի ընտրությամբ եթեր է տվել Ադրբեջանը, ասաց նա։ Հարցին այսինքն չպետք է դա լուսաբանել, Ալեքսանյանը պատասխանեց. Ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել։ Թայլանդում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, այս մասին հայտնում է Նեյյունան։ Հրատարակության տվյալներով ավտոբուսը Թայլանդի ծոցի արևելյան ափին գտնվող Ռայգոն քաղաքից ուղևորվում էր թագավորության հյուսիսարևելքում գտնվող Նոնգխայ քաղաք։ Վարելու ընթացքում ավտոմեքենան բախվել է բեռնատարին, ինչից հետո ավտոբուսի ներսում հրդեհ է բռնկվել։ Տուժածների թիվը հասել է 53-ի, իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպի հետաքննություն են սկսել։ Ըստ նախնական տեղեկությունների, խափանվել են ավտոբուսի արգելակները։ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ցածր մաքսատուրքերը երկրին մանևրելու հնարավորություն կտան, սակայն դրա ազդեցությունը աննշան կլինի։ Այս մասին հայտնել է թուրքական Վաթան կուսակցության փոխնախագահ Հաքան Թոփքուրուլուն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի տարեկան ներմուծումը կազմում է $3 տրիլիոն, մինչդեռ Թուրքիայից ներմուծումը 2024 թվականին կկազմի $16 միլիարդ։ Քաղաքական գործչի խոսքով Վաշինգտոնի եւ Անկարայի միջև առևտուրը հավասարակշռված է։ Մարտի 15-ին Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգետսը Signal Messenger-ում մասնավոր չաթի միջոցով կիսվել է Եմենում ԱՄՆ ռազմական գործողության վերաբերյալ գաղտնի տեղեկություններով։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Հրատարակության համաձայն Հեգետսը չաթի մասնակիցներին ուղարկել է Եմենի հութիների դիրքերին հարվածներ հասցրած կործանիչների թռիչքների ժամանակացույցը։ Պաշտպանություն թիմային հանդիպում չաթին, որն անցկացվել է Պենտագոնի ղեկավարի անձնական հեռախոսից, մասնակցել է մոտ 10 մարդ, այդ թվում նրա կինը, եղբայրը, փաստաբանը եւ 2 նախկին պաշտոնյաներ։ Չաթում քննարկումները վերաբերել են կազմակերպչական խնդիրներին, սակայն տվյալների արտահոսքը սկանդալ է առաջացրել, նշում է հրատարակությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է $1 միլիարդ կրճատել Հարվարդի համալսարանի պետական ֆինանսավորումը, հայտնում է Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին։
Պատճառը համալսարանի կադրային եւ կրթական քաղաքականության մեջ փոփոխություններ կատարելու դժկամությունն է։ Հրապարակման մեջ նշվում է, որ կրճատումները կազդեն առողջապահության ոլորտում հետազոտությունների համար նախատեսված դրամաշնորհների վրա։ Կողմերը նախկինում բախվել են կառավարման եւ ակադեմիական չափանիշների շուրջ տարաձայնություններին։ Թրամփի վարչակազմը զայրացած է Հարվարդի դիրքորոշմամբ, սա պարզապես վեճ չէ, այլ ազդակ է այլ համալսարանների համար, նշել է հրատարակությունը։ Չինաստանն այլ երկրներից չի ընդունում գործարքներ, որոնք կարող են ոտնահարել նրա շահերը, եւ նման գործողությունների դեպքում Պեկինը պատրաստ է համապատասխան հակաքայլեր ձեռնարկել։ Այս մասին ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ, որը մեկնաբանում է ԱՄՆ-ի Չինաստանին տնտեսապես մեկուսացնելու ծրագրերը։ Չինաստանը հարգում է ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական վեճերը հավասար խորհրդակցությունների միջոցով լուծելու բոլոր կողմերի ձգտումները, ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ բոլոր կողմերը պետք է արդար գործեն փոխադարձ սակագների հարցում եւ պաշտպանել միջազգային առևտրատնտեսական նորմերը եւ բազմակողմ առևտրային համակարգը։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարագրման ժամկետը մինչև նոյեմբերի 1-ը երկարաձգելու օրենքի նախագիծը։ Կողմ քվեարկեցին 63 падգամավոր, 13-ը ձեռնպային։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ազգային ժողովի նիստում ներկայացրեց հեղինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Մայիսի 1-ը որպես վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, փոխում ենք այս տարվա եւ հաջորդ տարվա համար սահմանելով նոյեմբերի 1-ը։ Այսինքն այն մարդկանց համար, որոնք հայտարարագիր են լրացում, այս տարի նախորդ տարվա եկամուտների համար հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը։ Նրանց համար, որոնք հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար վերջնաժամկետը նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Դրանից հետո հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետ է դառնում հուլիսի 1-ը, ասաց Թունյանը։ Ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը հայտարարագիր լրացնել ցանկացած օր։ Ներկայացված օրենքի նախագծով հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը։ Պատգամավորի խոսքով մոտ 35,000 մարդ է այս պահի դրությամբ հայտարարագիր ներկայացրել։ Տատս ասում էր, կկվի բնիլշան հոտ է գալիս, ասում է փուվ, էս որտեղից է էս հոտը։ Այս մասին իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա մասնավորապես նշել է անցած շաբաթ գյումրեցի Վարդան Ղուկասյանը փորձել է ԿՊ-ին մեղադրել, թե իբր կառավարող կուսակցությունը կեղծել է ընտրությունները, այս կոմունիստ հոգևորական գողական գործիչը կարծես շփոթել է իր բեսպրեդելի ժամանակներն այլևս անշրջելի ժողովրդավարության մեր իրականության հետ։ Ու հիմա նա ստիպված իր խոսքերի ապացույցը պետք է ներկայացնի։ Այլապես հայտնի է, թե ինչպես են կոչվում իր սիրած աշխարհում այն մարդիկ, որոնք ասում են ու չեն ապացուցում իրենց խոսքերը։ Մի բան էլ, երբ ԿՊ-ի հավաքած թվերի մասին է խոսում, մեկը չկա, ասի Գյումրիում 82 տեղամաս կա, ԿՊ-ն հաղթել է 70 տեղամասում, դու 7-ում, ԿՊ-ն 85% տեղամասերում, ու դու 8.5%-ում։ Խորհուրդ կտամ այս թվերը կպցնի այն անճաշակ գույներով կաբինետում, որ ամեն օր հիշի, թե ինչ քաղաքապետ է նա։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը կարող է այցելել Ռուսաստան ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ ԵՄ ներկայացուցիչների հանդիպումից հետո, որը նախատեսված է այս շաբաթավերջին Լոնդոնում։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը, վկայակոչելով արևմտյան պաշտոնյաներին։ Բանակցությունները Լոնդոնում նախատեսված են շաբաթվա վերջին։ Դրանից հետո Ուիթքոֆը պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը կարող են պայմանավորվել հաջորդ քայլերի շուրջ։ Ապրիլի 17-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել գաղտնի փաստաթուղթ, որը քննարկվել է նաև եվրոպացի ներկայացուցիչների հետ։ Այժմ Վաշինգտոնը պատասխան է սպասում Կիևից։ Սա վերջնագիր չէ, այլ քննարկման տարբերակներ, մենք սպասում ենք արձագանքների, ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ ԱՄՆ փոխնախագահ Վենսը ժամանել է Հնդկաստան հանդիպելու վարչապետ Նարենդրա Մոդիի հետ եւ քննարկելու երկկողմ առևտուրը, մաքսատուրքերը, պաշտպանական համագործակցությունը եւ աշխարհաքաղաքական հարցերը։ Այս այցը երկու կողմերին հնարավորություն կտա վերանայելու երկկողմ հարաբերություններում առաջընթացը եւ 2025 թվականի փետրվարի 13-ին ԱՄՆ վարչապետի այցի ընթացքում հրապարակված Հնդկաստան-ԱՄՆ համատեղ հայտարարության կատարումը։
ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաներից է լինելու երկկողմ առևտրային գործարքը, որը Վաշինգտոնն ու Նյու Դելհին շաբաթներ շարունակ քննարկում էին Հնդկաստանի վրա ԱՄՆ-ի 26% մաքսատուրքերի ազդեցությունը մեղմելու համար։ ԱՄՆ-ն Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է, երկկողմ առևտուրը 2024 թվականին հասել է $129 միլիարդ, 45.7 միլիարդ դոլարի ավելցուկ հօգուտ Հնդկաստանի։ Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարեն երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ։ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտոնական շփումների համար ժամանել է Մոսկվա։ Հուսով եմ, որ հանդիպումները, որոնք մենք անցկացնենք մեր երկկողմ հարաբերություններն ավելի ամրապնդելու, տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների վերաբերյալ կարծիքների փոխանակման համար արդյունավետ կլինեն, ասել է պատվիրակության նախագահ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ֆուադ Օքթայը։ Չինացի զինվորականները վիճելի Հուանգյան կղզու մոտակայքում ջրերից դուրս են մղել ֆիլիպինյան պարեկային նավը, ասել է ժողովրդագրական բանակի հարավային գոտու մարտական հրամանատարության խոսնակ Չժաո Չիվեյը։ Ապրիլի 20-ին ֆիլիպինյան համար 36 պարեկային նավը առաջ Չինաստանի կառավարության թույլտվության ապօրինի մտել է Չինաստանի տարածքային ջրեր Հուանգյան կղզու մոտ։ Ժողովրդագրական բանակի հարավային գոտու ռազմածովային ուժերի մարտական հրամանատարությունը զորքեր է տեղակայել հետևելու, վերահսկելու, նախազգուշացնելու եւ արտաքսելու համար, ասել է Չիվեյը հրամանատարության WeChat ակաունթում հրապարակված հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Չինաստանը զգուշացնում է ֆիլիպինյան կողմին, որ պետք է անհապաղ դադարեցնի սադրանքները, որոնք ոտնահարում են նրա իրավունքները։ Հակառակ դեպքում ֆիլիպինյան կողմը կկրի հետևանքների ողջ պատասխանատվությունը։ Տասնամյակներ շարունակ Չինաստանը վիճում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի քանի երկրների հետ հարավչինական ծովի մի շարք կղզիների տարածքային սեփականության շուրջ, որտեղ հայտնաբերել են ածխաջրածինների զգալի պաշարներ։ Տարածաշրջանում իրավիճակը հաճախ բարդանում է ամերիկյան նավերի անցմամբ, որոնք ըստ Չինաստանի ԱԳՆ-ի խախտում են միջազգային իրավունքը եւ խաթարում ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոին առաջարկել է մարդասիրական գործարք, որով Սալվադորը Կարակասին կհանձնի ահաբեկիչների կալանավայրում պահվող բոլոր վենեսուելացիներին, Բոլիվարական հանրապետության նմանատիպ թվով բանտարկյալների եւ ընդդիմության անդամներին ազատելու եւ երկրից հեռանալու դիմաց։ Ուզում եմ առաջարկել մարդասիրական համաձայնագիր, որը կներառի 252 արտաքսված վենեսուելացիների 100%-ի հայրենադարձությունը, ձեր պահած հազարավոր քաղբանտարկյալներից նույն թվով ազատ արձակելու եւ հանձնելու դիմաց, հայտնել է Բուկելեն։ Սալվադորի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագրով իր երկրում պահվող բոլոր վենեսուելացիները կալանավորվել են ավազակների դեմ գործողությունների շրջանակում։ Նրանց հայրենադարձության դիմաց Բուկելեն Մադուրոին առաջարկել է ընդդիմադիր գործիչների ցուցակ, ներառյալ նրանց, ովքեր անցյալ տարվանից թաքնվում են Կարակասում Արգենտինայի դեսպանատանը։ 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներն են որոնում բուի դիպլոմ չունենալու պատճառաբանությամբ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատանքից ազատել են 155 ուսուցչի, որոնց մեծ մասը ունենալով միջին մասնագիտական մանկավարժական կրթություն երկար տարիներ հաջողությամբ աշխատում է դպրոցներում։ Վերջերս Տավուշի մարզի Հովքի եւ Վերին Ծաղկավանի դպրոցներում ուսուցիչների թափուր բազում տեղերի համար մրցույթներ անցկացվեցին, սակայն դրանց մասնակցողներ չկային միայն Վերին Ծաղկավանի դպրոցում։ Զինղեկի թափուր հաստիկը համալրվեց։ Տավուշի մարզպետ Խալումյանին հարցրել են մարզի դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի թվի մասին, մարզպետարանից պատասխանել են Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա է 47 թափուր հաստիկ, որոնց մրցույթների մասին կարգով սահմանված համապատասխան հարթակներում տեղադրվում են հայտարարություններ եւ որոնք լրացվում են փոխարինող ուսուցիչների կողմից։ Իրականում մարզի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերն ավելի շատ են։ Բազում են դեպքերը, երբ օրինակ ֆիզիկայի ուսուցիչը հանրահաշիվ է պարապում, աշխարհագրության ուսուցիչը պատմություն եւ այլն։
Տեր Արշակ arczepiskopos Խաչատրյանը Telegram-ի իր ալիքում գրում է. «Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամանչել, եւ ամանչում այն ամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլև ապագան աճուրդի հանվում մարմնապաշտության սև բագիններում։ Միթե այս ողբալի պատկերների առջև չի նսեմ անում Սուրբ Հարության հրաշքը, ինչպես հավատալ, որ փրկչի Սուրբ Հարության խորհուրդը կյանք ու փրկություն պիտի դառնան նաեւ մեզ համար այսօր։ Քույրեր եւ եղբայրներ, ես չունեմ խոսքեր համոզելու ձեզ հարության ճշմարտացիության մեջ։ Ես չունեմ բառեր հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքի իսկության մեջ։ Ունեմ միայն համոզում, որ ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստված իրապես հարություն է առել, քան նրան, որ Աստված շարունակում է մնալ մահացած։ Ունեմ համոզում, որ չի կարող կյանքը սահմանափակվել անիմաստ ու ողբերգական մահվամբ։ Ունեմ համոզում, որ չի կարող կյանքն ավարտվել լացով ու ողբերգությամբ եւ չի կարող գերեզմանը դառնալ կյանքի ողջ ու ամբողջ բովանդակությունն ու էությունը։ Այնինչ ունեմ համոզումն է, որ Հիսուսն իսկապես հարություն է առել եւ դրանով է հենց նա Աստված։ Աստված չի կարող մահանալ, եթե Աստված մեռած է, ուրեմն ընդունային է ոչ միայն մեր քարոզությունն ու մեր հավատքը, այլև մեր ողջ կյանքը եւ աննպատակ մեր ողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մեր կյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի հարությունը եւ անժխտելի Աստծո լինելիությունն ու մասնակցությունը մեր կյանքին։ Արդ փորձությունները վերածենք կամքի զորացման, մերժենք թերահավատությունն ու կասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք հուսախաբությունից հետո հուսադրվենք, պայքարենք մեղքի դեմ նախ մեր մեջ, ապա եւ ամենուր։ Պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի եւ ինքնության համար, պայքարենք առաջընթացի ու կատարելագործման համար։ Երբ չկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուր է, ամեն ժամ, երբ խորտակվում է չարի պատնեշը, ամենուր է եւ ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ու ուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկա ատելություն ու թշնամանք, եւ հարությունն այնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ու համերաշխությունը եւ թագավորում սերը։ Հարության շնորհները առատորեն թող սփռվեն մարդկանց հոգիներում եւ համանգամայն հայ կյանքից ներս այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Քրիստոս հարյավ իմերելոց։ Օկուպացված Արցախում Ադրբեջանն Ակնա-Ասկերան Իվանյան Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում։ Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից նշում են, որ ճանապարհը սկիզբ է առնում Բարդա-Ակնա ճանապարհից, որի ընդհանուր երկարությունը 33.6 կիլոմետր է։ Ճանապարհը կհեշտացնի տեղաշարժը տարածաշրջանում, ինչպես նաև զգալի ազդեցություն կունենա գյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացման վրա, նշում են գործակալությունից։ Ապրիլի 20-ին ժամը 11:30-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ 1973 թվականին ծնված ԶԽ-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն։ Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության ՔԿ Երևան քաղաքի Երևունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս գիշեր ժամը 00:30-ից մինչև 01:19 Սյունիքի մարզի Խնածաղ գյուղում անդադար կրակոցներ են լսվել։ Այս մասին հայտնում են գյուղացիներից մեկը։ Տպավորություն էր, թե պատերազմ է, նշել են նա։ Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը պարբերաբար կրակ է բացում Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Այս մասին նա հայտարարել է ինչու է ուշանում արդարադատությունը համաժողովի ժամանակ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված իրավակարգերի եւ ժողովրդի միջև ճեղք կա։ Իրավակարգի այդ ճեղքը կախված է եւ կապված է նրանց հետ, որ ըստ էության բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում եւ համոզմունք դրանց ժամանակ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը, նշել է Փաշինյանը։ Նրա խոսքով այստեղ ֆունդամենտալ հարց կա, որովհետև ժողովրդի եւ երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապի խնդիր կա, իսկ առկա ճեղքերն էլ վկայությունն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի հասել այն կետին, որին ցանկանում էր։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքովը այս շաբաթ Լոնդոնում կայանալիք բանակցություններից հետո, որին կմասնակցեն նաև Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները, կարող է կրկին մեկնել Ռուսաստան։ Այս մասին կիրակի օրը հայտնել է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկություններով, բացի Ուիթքովից, սպասվում է, որ Լոնդոնում կայանալիք հանդիպանը ամերիկյան կողմը կտեսնի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին եւ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ Քելոգին։ Եթե խորհրդակցություններից հետո Վաշինգտոնի, Եվրոպայի եւ Կիևի դիրքորոշումները համընկնեն, Ուիթքովը կարող է գնալ Ռուսաստան։ Ինչպես նշում է հրատարակությունը, Լոնդոնի հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի առաջարկները կդասավորվեն որպես պոտենցիալ տարբերակների ցանկ քննարկման եւ արձագանքների համար։ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Ուկրաինայում հրադադարի ամբողջական եւ համապարփակ դադարեցմանը։ Այս մասին կիրակի 10-ին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Մենք հավատարիմ ենք մնում ամբողջական եւ համապարփակ հրադադարի հասնելուն, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտը ի պատասխան կիրակի օրը Reuters-ի զեկույցը մեկնաբանելու խնդրանքին, որում ասվում էր, որ պետդեպարտամենտը կաջակցի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած ԶԱՏԿ-ի զինադադարի երկարաձգմանը։ Հրադադարի ժամկետն ավարտվել է երկուշաբթի Մոսկվայի ժամանակով 00:00-ին պետդեպարտամենտի կարծիքով Ուկրաինայում հակամարտությունը վաղուց պետք էր կանգնեցնել։ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբանը ընծա է ուղարկել Տոկիոյի Յասուկունի սինտոյական սրբավայրին, որը ասիական երկրներում համարվում է ռազմատենչության խորհրդանիշ։ Այս մասին հայտնում է Քյոդո լրատվական գործակալությունը։ Մասակակիի ընծան, որը ճապոնական մշտադալար Սակագիի ծառի ժապավենով զարդարված ճյուղն է, վարչապետի անունից ուղարկվել է Յասուկունի՝ ի նշան գարնանային փառատոնի մեկնարկի։ Միևնույն ժամանակ Քյոդոյի աղբյուրների Իշիբան, ինչպես եւ իր մի շարք նախորդ ձեռնպահ կմնան տաճար անձանց այցելելուց, քանի որ դա սուր քննադատության է ենթարկվել ասիական երկրներում, առաջին հերթին Չինաստանում եւ Կորեայի Հանրապետությունում։ Վերջին անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն անձամբ այցելել է Յասուկունի 2013 թվականի դեկտեմբերին, երբ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սինձո Աբեն։ Առնվազն 12 մարդ է զոհվել, 30-ը վիրավորվել են Եմենի Սանայի վրա ամերիկյան օդուժի հարվածների հետևանքով, որը գտնվում է Հութի ապստամբների շարժման վերահսկողության տակ։ Այս մասին առողջապահության նախարարությունը հայտնել է հութիների կառավարությանը։ Ըստ նախնական տվյալների, Ֆարվա շրջանի շուկայի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքների զոհերի թիվը հասել է 12-ի, եւս 30 մարդ հայտնել է News Al-Masira։ Առողջապահության նախարարությունը շեշտում է, որ փրկարարական ջոկատները շարունակում են փլատակներում տուժասերի որոնումները եւ զոհերի թիվը կարող է աճել։ Հեռուստաալիքի տվյալներով զգալի նյութական վնաս է հասցվել տարածքում գտնվող բնակելի շենքերին եւ շուկայի վաճառակետերին։ Ավելի վաղ Al-Masira հեռուստաալիքը հայտնել էր, որ ամերիկյան ավիացիան մի քանի հարված է հասցրել Եմենի մայրաքաղաքի շրջանների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհի բազմաթիվ առաջնորդներ եւ գործարարներ Վաշինգտոնին խնդրում են նվազեցնել մաքսատուրքերը։ Համապատասխան հաղորդագրությունը նա կիրակի օրը տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։ Ազատագրման օրվա մեր հայտարարությունից ի վեր աշխարհի շատ առաջնորդներ եւ բիզնեսի առաջնորդներ դիմել են ինձ խնդրելով նվազեցնել սակագները, գրել է Թրամփը, նշելով, որ նրանք պետք է ուղղեն անցյալի սխալները։ Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները հույս ունի վերականգնել իր հարստությունը եւ իրական փոխադարձություն ստեղծել առևտրային հարաբերություններում։ Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ 10% ունիվերսալ սակագները ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատականները ապրիլի 9-ից։ Իսկ այժմ եղանակի մասին։ Եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ։ Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր/վայրկյան արագությամբ։